Պապայի տոքնության ես կանչել հրա։ Ամոթ է, Յուրիկ, ամոթ է, մեծ մարդ է, ես կեզ գիշերով ուր ես կանչել։ Ցեղել վար ստեղից։ Ցիրկը ավարտավ այդ կլոուն, գնա։ Յուրի, սա ինչ է նշանակում։ Այս տորը ոնց է համարձակում քեզ վրա զենք պահել։ Այն դեպքում, երբ մենք խնայեցինք իր կյանքը, ազատելով։ Այո, դու ինչ գործ ունես այդտեղ։ Արտուր ինչ ես պապային բերել։ Թույլ տվեք ընկեր գեներալին համարժեք պատասխան տալ։ Լսի ջեփ դու որս այդ գործ ունես։ Արտուր պապային տար ստեղից։ Ես այստեղից ոչ մի քայլ չեմ անի թողնելով քեզ այս ստահակի հետ։ Հələ, այդ զենքը պահի, քանի կարս փախի։ Խոսեց։ 52 տարեկան Արտուրիկը խոսեց, բայց քո խոսափողը ինչպես միշտ անջատված է, Արտուրիկ։ Լավ կլինի կանգնես տեղդ, իսկ դուք, պարոն գեներալ, լսեք թե ինչ եմ ասելու։ Այս սուրբարույի բոնջ, ջեպքիչ, որս այդ ցիրկի կլոուն, հորս այդ գործ ունես դու։ Մաքսիս գերեզման Յուրիկ հետ կանգնի, ինչքան փամփուշտ կա ես ատրճանակի մեջ կդատարկեմ իր եկիտ վրա էլ։ Ես մի քիչ զգոն պահի, ու զգաց տեղի, Մաքսիս գերեզման սատ կացնեմ։ Այդ էց, վերջապես հավասարակշռությունից դուրս եկար։ Ուզածդ ինչ է սրիկա։ Գիտեք ինչն է ամենավատը, որ դուք բոլորին սրիկա անվանելով սեփական հարկի տակ սրիկային չեք նկատում։ Ինչի Միշն ու բաբին ինչ չտարան իրանց հետ։ Թող օգնեմ։ Ինչա դով։ Միշմա բան եմ ասում, դու ինչ չես լսում, այ մարդ։ Մտքերով է ընկել Դավջան։ Թեյներ խմելու համար է։ Խմում եմ։ Չես խմում, խաղում ես։ Դավ դրամատրություն չունեմ։ Ինչ ա եղել, ինչով քեզ օգնեմ, մենակ ասա։ Ցավոք ինձ ոչ ոք չի կարող օգնել։ Պապայիս եմ կարոտալ։ Այնքան կուզեի ինքը հիմա իմ կողքին կանգնած լիներ ու ես նրան ամուր գրկեի։ Բայց գիտեմ, որ դա հնարավոր չի։ Դու գնա դասերը տարա, հա, իմ ասածներին ուշադրություն մի դարձրու։ Լիլի, ես եմ կարոտել։ Դավջան, ինչի ես լաց լինում։ Մամայիս եմ կարոտում, երազում գրկում եմ, բայց էլի կարոտում եմ։ Կներես Դավջան, կներես արևս չէի ուզում քեզ ցավեցնել։ Ես գիտեմ, որ իմ մամա մահացել է, ես էլ իրան չեմ տեսնելու։ Էդ ինչ ես անում ֆրիկ։ Դրամով վճարումներս եմ անում։ Ժամանակ չունեմ, էլի գնամ ընդեղ։ Այն ասենց ավելի արագ է ու ավելի շահավետ։ Բայց ոնց ես անում որ։ Բրատ, ի դրամը բջջային դրամապանակ է, որ կարաս ներբեռնես, գրանցվես ու կատարես քո կոմունալ ու ոչ միայն կոմունալ, հարկերի վճարումներ, չգիտեմ, ամեն ինչի ու այդպիսի բաներ։ Հետաքրքիր է միջնորդավճարը ինչքան է։ Իսկ այդ ընկեր ջան ամենակարևոր մասն է։ Ուշադրություն, միջնորդավճար չկա։ Լավ է, չէ՞։ Բան չասի։ Վիդյոկ, գոնե դու այդ դեմքով մի նստի էլի։ Ֆրիկ հասկանում ես։ Իրանք մահացել են։ Ես կյանքում իրանց չեմ տեսնի։ Ամենք բոլորս էլ ապրում ենք այդ գիտակցությամբ, որ երբեք չենք տեսնի մեր ծնողներին, դա քո համար նորություն, ախի։ Լի առանց երկար մտածելու մի բան ասի։ Ինչի համար դու պետք է իմ կյանքը փրկեիր։ Ինչի ես պետք է պարտքի տակ ընկնեմ։ Ով ես դու այս ստոր։
Ոչ էլ պարտական եմ քեզ։ Ես քեզ ողջ եմ պետք։ Դրա համար էլ բերել ես ինձ հիվանդանոց։ Ալո։ Տանը ոնց ես։ Ուր ես, բրատ։ Այս ինչքան ժամանակա քեզնից լուր չունենք։ Լիլին, Վիթյոկը տաղոն եկել են իմ տուն։ Դու էլ արի շուտով բաբին էլ կգա։ Շատ կուզեի, բայց հիմա չեմ կարող։ Բրատ։ Ցենից զգում եմ, որ լավ չես։ Արի մեզ մոտ, մենակ մի մնա։ Ֆրիկ էլ մի սկսի չեմ կարող։ Եթե երեխեքից ես նեղվում, տանո, իրանք հարցեր չեն տա, ասեմ ավելին, իրանք գիտեն քո Սաթանի պատմությունը, անգամ Ժենին ու բաբին հանդիպել են նրա հետ։ Դա դեռ ողջ է։ Տանո չես զգում, որ այս օրերին մենք պետքա միասին լինենք, որ կարողանաս հաղթահարել այդ ամեն ինչը։ Ֆրիկ, թող ախպերս, թող ասեմ։ Ես շատ կուզեի ձեզ հետ լինել, բայց հիմա չեմ կարող։ Բայց ինչի։ Հիվանդանոցում եմ։ Բայց Լիլին ասում էր, որ մամայից դուրս են գրել արդեն։ Չէ, Ֆրիկ, դու ինձ սխալ հասկացար։ Ես հիվանդանոցում եմ որպես հիվանդ։ Միշ, Ջան, արդեն հոգնեցի։ դե լավ մի նվնվակ, հայլի։ Վայ, էլ չեմ կարող։ Արի ես ամիտեղ կնստենք։ Չեմ ուզում, տուն եմ ուզում։ Հա, իդեպ տան պահով։ Երբ են գնում ես տուն նայենք։ Միշ, իսկ դու վստահ ես, որ ուզում ես ծնողներից հետ առանձին ապրել։ Ես իմ որոշումների մեջ սովորաբար միշտ վստահ եմ լինում։ Իսկ դու ոնց որ չես ուզում ինձ հետ առանձին ապրես, հա։ Գիտես, հետաքրքիր տղա ես։ Ինչի պիտի չուզենամ քեզ հետ ապրեմ։ Ոնց որ թե ես քեզ հետ էի, հա, ամուսնացած։ Բաբի շատ ես ձգձգում։ Իսկ այդ ինձ գցում է կասկածների մեջ։ Ու շատ հետաքրքիր է, ինչ կասկածների մեջ։ Որ դու ինձ բավականաչափ չես սիրում։ Բավականաչափ չեմ սիրում, փաստորեն, որ քեզ հետ ապրեմ, բայց բավականաչափ չսիրելով քեզանից պատրաստ եմ երեխա ունենամ։ Շատ խելոք տղա ես, շատ։ Բաբի կռիվ ես փնտրում։ Ոչ, տաքսի եմ փնտրում, որպեսզի տուն հասնեմ։ Լավ, այնքան խելք ունեցար, որ տուն եկար։ Շատ մի ուրախացի, մամա ջան։ Ինչ ես անում։ Քեզ եմ հարցնում, ինչ ես անում։ Ռադս քաշում եմ, մամա ջան։ Ինձ ազատում եմ բոլոր տեսակի գլխացավերից։ Ձեզ էլ ամենամեծ գլխացավից, այսինքն ինձնից։ Դու ես տնից ոչ մի տեղ չես գնա։ Բավական է երեխայի պես քեզ պահես։ Հոգնեցի արդեն։ Գնում եմ, որ հանգստանաս, մամա ջան։ Հայ Սպարտակ, դու այդպես էլ չհասկացար, թե ինչ է կյանքը, ինչ ընտանիքը, ինչ է սերը, դու չհասկացար ինչպես պիտի ապրես։ Մամա ջան, կարա ավելի կարճ լինեիր։ Ասեիր Սպարտակ, դու տահաս ես, դու դեբիլ մանկամիտ ես։ Էլ խետքան երկար խոսացիր։ Այ տղա ջան, ամեն ինչ ունեիր, սիրող կին, երեխա, հայր, մայր, պապի, շքեղ կյանք, էլ ինչ ես ուզում։ Հա, այդ շքեղ կյանքը ձեր համար է կողքիցդ է ծերևում։ Հələ ինձ հարցրեք, իմ համար հեչալ շքեղ չի եղել։ Հա, որովհետև դու անշնորհակալ ես, իսկ դրանից բան չի կարող լինել։ Այո։ Հա, բա ոնց, որովհետև բոլորդ երազում եք, չեմ տանոյի պես տղա ունենալ, թե դու, թե պապան, թե պապին, բոլորդ հովանավորներով ըդ, շատ եք երազում եք բարի հրեշտակի պես տղա ունենալ, երևի իմ կինն էլ էր, փոշմանել է, չէ որ իմ նման ամուսին ունի, շատ կը երազեր, որ տանոնին ամուսինը լիներ, երևի հիմա գնացել է սխալ լա ուղում, չէ։ Հիմար։ Վատա, շատ վատա, մամա ջան, ես վերջերս ով պարապա մնում, սիլում է ինձ, չեք մտածում, որ կարող է համբերությունը սպարվի։ Սպարտակ, եթե դու այս տնից գնաս, ես երբեք քեզ չեմ ների։ Մի ների, ես է քեզ չեմ ներում քո դավաճանության համար։ Ինձ մենակ ես թողնում, հա։ Հա, բայց ոնց է սաղըտ ինձ մենակ եք թողնում նորմալ է։ Դաժան է ծարիքցեք, որ տղես ինձ մենակ թողի։ Բայց ես ինչ կարող էի անել։
Իմ ձեռքը ինչ կա։ Իհարկե, ես չեմ կարող հասնել վերև ու խնդրել կնոջդ, որ ինչ անեմ։ Ես էլ չեմ հասկանում ինչ եմ ուզում։ Միայն ուզում եմ իմանալ, որ դու լավ ես։ Ուզում եմ իմանալ, որ իմ զգացմունքներն ինձ խաբում են։ Ախր քեզ քանի անգամ ասվեց, որ դրանցից հեռու մնա։ Ու քեզ քանի անգամ ասեցինք, որ պարկես հիվանդանոց բուժվես։ Բժիշկն ասեց, որ ոգելիցի ազդեցության տակ ես եղել, հա։ Ու այդ նույն բժիշկները քեզ ասել էին, չէ՞, որ ոգելից պետք է չօգտագործես։ Հերիք չի խմել ես։ Հերիք չի գնացել բախվել ես դրանց հետ։ Ու հիմա էլ հիվանդանոց ես ընկել։ Հələ երկուսդ է սոս մնացեք։ Ուզում ես մեռնես։ Կուզեի։ Բայց անավարտ գործեր ունեմ։ Որոնք որ կապված են ոտից գլուխ աղբորդ հետ։ Ինչ աղբեր։ Թող ինքը լինի քո նպատակը։ Թող քո կյանքի ամբողջ կարևորագույն ծրագիրը դա լինի։ Մենակ դու քո մասին մտածի, հա, քո առողջության մասին։ Տանու քեզ բուժումը պետք։ Այդ Սաթեն, Սպարտակ, Նատա, բոլորին միաժամանակ sense հավաքում հանում ես գլխիցդ ու մտածում ես միայն քո կյանքի համար։ Պայքարում ես։ Եղավ։ Աղբերս մի քիչ մեր մասին մտածի։ Որ դու չլինես մենք ինչ ենք անելու։ Ախր չես հասկանում, որ մեր կյանքն առանց քեզ դատարկ ու անգույն կլինի։ Աղբերս ինչի ձեն չես անում։ Ինձ ոչ։ Կյանքն է ուզում։ Ոչ էլ մահը։ Ես ուղղակի ինձ չեմ կարող ներեմ նրա համար, որ իմ թշնամին է ինձ հասցրել հիվանդանոց։ Այսօր ծնունդը չի, բայց մեծ նվեր ստացար։ Մի ժամից ավել լսեցի քո բարբաջանքները, իսկ մի այդ զենքը վերցրա ու ստեղից դավա եղի, դավա եղի, սիրում ես չէ այդ խոսքը, թե դավա եղի։ Մի քայլ էլ անես քաչալդ կծակեմ։ Մի կողմ քաշի Յուրի, թող այս սրիկան մի քիչ էլ վայելի իր աստղային պահը։ Դու ես սովավոր մի հատ է աստղային պահ ունենակ։ Շարունակեմ Յուրի, թե հասկացանք իրար։ Կյանքիդ հետ ես խաղում ջեպկիր։ Իմ թե ձեր։ Ձեր կյանքի հետ եմ խաղում, ձեր։ Իսկ ես դեռ ապրելու եմ։ Երկար եմ ապրելու։ Թեկուզ բանտում, բայց ապրելու եմ։ Իսկ ձեզ վերին Երուսաղեմ ուղարկելու բոլոր շանսերը կան։ Մենք քեզնի չենք վախենում ստոր սրիկա։ Զենքի սպառնալիքով ինչ ես զում։ Ապացուցել, ուր ես հասնելու։ Կյանքդ ես փոխելու, թե մեր վերաբերմունքը քո հանդեպ։ Արթուր պապային դարս տեղից։ Ես ոչ տեղել չեմ գնա, ես սրիկայի հետ քեզ թողնելով։ Չեմ գնա։ Իհարկե չեք գնա, որովհետև ես չեմ թողնի, որ գնաք։ Արա դու ով ես, որ մեզ չթողես։ Մի կողմ քաշի Արթուր։ Երրորդ գնդակը ձեզնից մեկն ու մեկի գլուխը ծխելու է, նենց որ չփորձեք Հունան Ավետիսյան խաղալ գլխիս։ Թող իրան գնան, ես կռիվը իմ ու քո կռիվն է։ Չէ, ես կարծում եմ սա նաև իմ ու քո պապայի կռիվն է։ Այն պապայիդ, որ ինձ երբեք չի հարգել։ Ինչի ինձ չեք հարգում։ Հարգեմ, ում, քեզ, ինչի համար, որ մտար տունս, կնոց էիր սպանել, հա, դրա համար, ասա, դրա համար ես պիտի քեզ հարգեմ։ Հայր ջան, ես չեմ ուզում, որ դու ես սրբապղծի հետ լեզու թռչես։ Ինչ է ուզածդ, այ կարող եմ մինչև լույս տեղ պահես։ Չէ, մինչև լույս ձեզ իրեկիտ էլ հերթով սատկացնելու եմ։
Յուրիկ, ընկերովի մահը անմահությունը։ Մենք մի օր այս ամեն ինչը սկսել ենք, մի օր էլ սրան պիտի վերջ տանք։ Զենքդ հեռու տար, որդու զուրած զենք չպայես։ Ես ես ճիճվիտ չեմ վաղերում հերջան։ Հլամինայի դրանին չորն անգել։ Համարի, որ մորս վրեժի ես լուծել եմ ես ճիճվից։ Շատ կուզեիր չէ, որ խոսքերդ իրականություն լինեին։ Դա այդպես էլ կա։ Նայում եմ քեզ ու համոզվում եմ ես դրանում, բայց ճետքեր։ Դու միշտ շտապում ես տոնել հաղթանակդ, Յուրի։ Միշտ։ Արդյունացնում է այն, որ Միշին շարունակում է չվստահել։ Բայց Միշը պատճառ ունի քեզ չվստահելու։ Իսկ քո կարծիքով Միշը պատճառ ունի չվստահելու։ Գիտես, ես մտածում եմ, որ Միշը քեզ դեռ խանդում է իմ ապերիկին, Տանոյին։ Ուրեմն դու Միշի պես հիմարիկ ես։ Դու էլ փոխարենը վիճես Միշի հետ։ Իրան նորմալ բացատրի, որ խանդելու պատճառ չունի։ Հոգնեցի բացատրելով։ Ամբողջ օրդ եմ բացատրում։ Հայդեպ, երբեք պատրաստվում միասին ապրեք։ Երբ մարեն միմյանց մասին կասկածները։ Բաբի։ Դու քո այդ սիրուն գլորիկ փորիկը տեսել ես։ Հա ինչա որ։ Ասում եմ ինչա որ։ Մինչև այդ երեխան ծնվի, դուք պետքա իրար հետ ապրեք։ Ձեր անկյունը ունենաք, որ լիարժեք ընտանիքում ապրի այդ երեխան։ Համել հերիքա ուտես։ Նյարդերից է, համել ես հղի եմ։ Համել հասկացանք, որ դու հղի ես, բայց չես ուզում, չէ, որ մի 20 կիլո քաշ հավաքես մինչև երեխա ունենաս։ Հա ինչ ես տենց նայում։ Հետո էլ կգաս գլուխդ կդնես ուսիս ու կլացես։ Միշին կխանդես քո փչացած կառուցվածքի պատճառով։ Դու ամենավասայր են մեր գեղի հերոսները։ Գնացել են Տանոյի հետ հանդիպեն։ Համել ասեցին, որ քնենք, չսպասենք իրենց։ Ինչի Տանոն ուրա որ։ Չգիտեմ։ Բաբի։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ասա լսում եմ։ Կխոսես Դավոյի հետ ձեր մոր մասին։ Ինչ խոսեմ։ Ինքը ինչ-որ բան է ասել քեզ։ Ինքը արդեն գիտակցում է, որ իր մաման էլ չկա, մահացել է։ Բայց մեկը շարունակում է քո խաղը խաղալ։ Ինչ-որ բան է ասել քեզ։ Տղեկը գալու են, թե ես գնամ քնեմ, չեմ հասկանում։ Խոսեմ Լիլի։ Միայն թե ինձ պատրաստվել է պետք է խոսակցությանը։ Գիժեք հարց են տալիս, չեք լսում։ Դավջան, դու գնա քնի, հա, տղեկը ուշ են գալու։ Բարի գիշեր, բուջուր։ Ինչ ես անում, Դավո։ Բարի գիշեր եմ ասում, որ գնամ քնեմ։ Հա, բայց ում ես ասում բարի գիշեր, Դավջան, այդտեղ բուջուր չկա։ Դու գիշես, պապի պիտի երեխա ունենա։ Հա, բայց մենք մեր բուջուրին պիտի կաղամբի մեջից հանենք։ Բաբի, դու էլ ես գից, քո երեխան փորի մեջ է։ Ու ինքը այնտեղ
Այդ են սուս մնա, մի շարունակի, մնացածը մենք էլ գիտենք։ Բաբի ջան, հիմիկվա երեխեքը մեզից շատ բան գիտեն։ Ուրը սարի վրա մարդել երկու տաղա ունենա տեղը չի մոն։ Երկուսին անտեր թողել ես, դարել ես ճակնավոր արա։ Ուր է իրեմկը։ Միշ ես մամային զգուշացրել էի, որ ուզում եմ մենակ մնալ։ Խեղճ մաման էլ ենքան սպասեց քեզ ու պապային, որ հենա իրա սենյակում նստած տեղը քնելը։ Բա երեխես ուր ա։ Քնած աճուտը։ Բա պապան խի ա ուշանում։ Սովորական բան է պապայի ուշանալը։ Անսովորը լինում են ժամանակ, երբ որ պապան շուտ ա տուն գալիս։ Լավ Միշ, գնամ քնեմ, բարի գիշեր։ Հեմկա, կարող է ցանկություն ունես ինձ հետ խոսելու։ Կխոսենք, բայց ոչ այսօր։ Ոնց կասես։ Բայց իմացի, որ միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել։ Շնորհակալ եմ, որ դուրս թողեցիր։ Մի քանի հարևան էիր խառնել, որ հասնեիր այստեղ։ Հիմա դու ոնց ես պատկերացնում, ես իմ հարևանների ներկայությամբ դուռը կփակեի երեսիդ։ Դու շատ նրբանկատ կին ես, քեզանից շատ բան կարելի ասավորել։ Ես բոլորի նման մարդ եմ, իմ վատ ու լավ կողմերով։ Դու կին ես, ով գիտի սիրելու, ներելու, պահելու, պահպանելու, մոռանալու, համբերելու գաղտնիքները։ Չէ ասի, որ այդ ամենին տիրապետում եմ։ Եթե ես ուժեղ կին լինեի, ամուսինս ինձ հետ կլիներ, ընտանիքս էլ մասնատված չէր լինի։ Համենայն դեպս մոտ 30 տարի է դու ուժեղ ես եղել ու կարողացել ես ամուսնուդ կողքիդ պահել։ Ես պահել եմ այն, ինչ համարել եմ իմը։ Սակայն կրկին անգամ հայտնվեցի ես ու խաթարեցի քո ընտանեկան անդորը։ Ոչ։ Դու ինձ կողքից հուշեցիր, որ պետք չի պահել այն, ինչ քոնը չի։ Ես սխալվում էի։ Յուրան իմը չէր։ Դու նրան ինձ հետ թողել էիր միայն ֆիզիկապես, իսկ այ հոգին գողացել էիր, տարել էիր քեզ հետ։ Իսկ ես դրանում համոզված չեմ։ Յուրին ավելի շատ մեղքի զգացումն է ինձ հետ կապում, քան թե սերը։ Չեմ ուզում այդ մասին խոսել։ Ինձ այդ թեման տհաճ է։ Անկեղծ ասած, կարծեցի, որ հարևաններիս միջոցով եկել հասել ես, քեզ օգնությունն է պետք։ Այդպես էլ կա։ Ինձ օգնություն էր պետք եւ միայն դու կարող էիր ինձ օգնել։ Ցավալի է, որ դու այս վիճակում ես հայտնվել։ Իմ կյանքն էր ավելի ցավալի ու չստացված։ Ինձ թվում է, որ Յուրին ինչ-որ խնդիրների մեջ է։ Նա գնաց Կարպիչի հետ հանդիպման։ Ես զանգեցի, չպատասխանեց։ Ես շատ անհանգստացած ու ստիպված զանգեցի Սպարտակ Յուրիվիչին։ Համարձակ կին ես։ Երևի դա նրանից է, որ մտել ես Յուրայի երկրորդ կնոջ դերի մեջ։ Յուրին մի կին ունի եւ դա դու ես։ Բայց դու իմ ամուսնու մասին ավելի լավ ես տեղեկացված, քան ես։ Հիմա այստեղ հարց ա ծագում։ Ով է կինը։ Ես թե դու։ Իբր նա եկավ, ես էլ դարդ էի անում, որ Արտուրին տեղյակ չեմ պահել։ Այդքան միամիտ չի, չէ, կամ գար ինչ էր ասելու, եթե պարզից էլ պարզա, թե ով է նա, ինչպես էր հերքելու Արտուրի ասածները, եթե անմեղության ապացույցներ ունենար, չէր փախչի։
Մամ, ես ինչի քնած չես։ Բալես ես չեմ հասկանում, դու ես մաման թե ես։ Նա այդ ժամանակ, հիմա ես եմ մաման ու հարցնում եմ, թե դու ինչի քնած չես։ Ես քո հարցին կպատասխանեմ, եթե դու ինձ ասես, դու ինչի քնած չես։ Արթնացա, գնացի պետքարան ու տեսա, որ խոհանոցի լույսը վառած է։ Համել ջուր եմ ուզում։ Դե գնա խմե։ Դիր բաժակը գնանք քնենք բոլես։ Մամ, բայց մարդիկ, որ գիշերը սուրճ են խմում, անհանգիստ են քնում։ Իմ մոտ հակառակն է, երբ որ ես խմում եմ, հանգիստ քնում։ Ոյ, ես հավատացի։ Բաց արա։ Եկել եմ տղուս հետևից, Ինչ եմ հավվայի գլուխ ջարդում։ Անի չի երևում, որ մարդ չկա, ինձ մենակ հիմա հարևաններն են լսում։ Ուրը դրա համար արա։ Հեռախոսը դել ես հանջատ է, հա, շավո ապեր։ Որ բռնել եմ, վերջը տալ եմ արա։ Չէիր կարա արա դու այդ խուճուճ ես ինչ ես արա իմ տաղուն երկրից հանա իր առանց իմ իմացության ու իմ ստորագրության։ Հաստատ քաղաքում եք։ Ինչ կբռնեմ քեզ, բռնելու եմ այդ խուճուճները հատիկ ֆենեմ։ Հա, արագացրեք, շուտ արեք։ Ամեն վարկյանը թանկը արագացրեք։ Պապային Չէ, Յուրի, դու մնա ես այդ շանը կբռնեմ։ Չէ։ Հա, մնա։ Չէիր իմ թիրախը, գեներալ, ես էլ երկրորդ անգամ ոչ իմ ցանկությամբ կյանք խլեցի, իմ առաջին պատական զոհը կինդ էր, երկրորդը դու, գեներալ, Քեզ սպանելն էլա քիչ Մինչև աշխարհի վերջ հետևիցդ գալու եմ տակ կամ կզդից չես պրծնելու։ Պապն ենց եմ ուզում Յակոբս գեներալ դառնամ։ Ցանկանալ քիչ է, կարողանալ է պետք։
մասին լավ կարծիք չունես։ Ես դեռ քեզ կապացուցեմ, որ արժանի եմ։ Գեներալ մայոր Սպարտակի միջի որդին։ Ինչև հիմա ճիշտ հակառակն ես ապացուցել։ Ճիշտ է։ Ես այդպես էլ գեներալ չդարձա։ Ինչ եղար։ Արտուրիկ։ Ես բարի կգտնվեմ, կզանգեմ Յուրային, որ դու այսօր գնաս հանգիստ քնես։ Յուրա, կարող ես ասել, որտեղ ես եւ ինչպես ես։ Անժելը շատ անհանգիստ է քեզ համար։ Հորս մահամերձ վիճակովի անդանոց եմ տանում։ Ինչ։ Յուրա։ Պետք չէր իմ այցը թշնամաբար ընդունելու, իրոնիայով խոսել իմ անկեղծ վերաբերմունքի մասին։ Մամաճան, ուզում ես 1000 տարի զանգի, մեկը չեմ պատասխանելու։ Ստեն հոգնել եմ այդ սաղիտ, այդ ձևական սիրուց։ Լավ կանեի չպատասխանեի, բայց վերցրեցի, որ ասեմ։ Էլ ինձ չզանգես, մանավանդ գիշերով։ Այդ պատասխաները նես չի, որ իմ համար այդ քո օգտին է, որ չպատասխանեիր մտնելու էի ներս ու սաղ այդ ձեր տանեցիկին շարք կանգնեցնեի։ Լսի, ես ինչքան ասեմ, որ քո ուղեղին հասնի։ Երեխեն ինձ հետ ամնալու։ Քո անտաշ պահվածքով ու աննորմալ բղավոցներով ինձ չես վախեցնի։ Ես դրանց ադապտացվել եմ։ Իսկ ընտանիքդ ադապտացվելու շատ բան ունի։ Ընտանիքից չխառնես։ Սա իմ ու քո խնդիրն է։ 5 րոպեից երեխես ներքևը չեղավ, ձեր հարևաններն էլ են ադապտացիոն շրջան անցնելու։ Հենց որ դավա իրար արի, 5 րոպեից երեխես մոտս լնի։ Քայլ ավելի ես ապացուցում անորակությունդ։ Հինգ րոպեն անցավ։ Դուրս եմ գալիս։ Դու կարայիր չգայիր ինձ իմ տղեն հետ, ժողանող խպերս։ Այդ տղան մայր ունի, որը ես եմ, ու դու նրան տեսնելու ես իմ միջոցով։ Այնպես որ արագ սիրի երեխուն, որ տանեմ տուն չես մրսացնելու։ Կարող է գիտես տաքսա շունա, սիրի տանեմը որն է։ Ունեց հերիքը գլխիս հոգակար մամա խաղաս։ Քեզ համար բոլորը խաղում են բացի քեզնից, բայց ամենամեծ ու ճկուն խաղացողը դու ես։ Ծուր երկարացնում ես, հա։ Դու էլ։ Ու երեխուն նոր եմ քնից հանել, արագացրու, որ տանեմ տուն։ Ես երեխու տուն ընդե է, որտեղ իրա հերն է։ Երեխուն ինձ տուր։ Ուժով չես տանի երեխուն ինձնից։ Լա հանգստացի է։ Թող քեզ չթվա, որ երեխուն ինձնից տանելով ինձ կվերադարձնես։ Ես քեզ հետ չեմ միանա։ Ու սովորության համաձայն երեխուն չեմ վերցնելու գամ քեզ մոտ։ Նես ջոգել ես քեզ ցանկություն ունեմ վերադարձնելու։ Լավ կանես օբշի մի հատ իշնես վրիցես ու վազես տուն։ Քանի են չաղու բախտավոր պապատ քնից չի ելե, չի տեսե դու տունը չես։ Դու հենց հիմա երեխուն ինձ կտաս։
Երբ դատարանով կբաժանվենք, այդ ժամանակ կգաս երեխուն կվերցնես ու կտանես ըստ օրենքի։ Դու էլ, այդ դատավորն են, նշ չանեք սաղի վրա բենզինը լցեմ վառեմ, արաս տեսեք արդեն հասցր է։ Դե դու վառելու մեծ վարպետ ես, չէ՞։ Մեծ փորձ ունես։ Հա, դավաճանների հետ հենց այտենց է պետք է վարվենք։ Եթե երեխուն ինձ չտաս, այստեղից չես շարժվի։ Կամ էլ կշարժվես միայն իմ դիակի վրայով։ Լավ չես աղջիկ ջան, կարող ես իմ երեխու վատն եմ ուզում։ Ասացի դու երեխուն չես տանի։ Կտանեմ, կտենանք։ Դու քոնն ասա, ես էլ իմը կանեմ։ Պապուտ հիվանդանոց եմ տարել։ Ախվերս համպերի, ես քեզ կգամ կտանեմ։ Դες մինա երեխուն տար սառա երեխեն արա։ Փակեցի հիմա քո բոլոր դռներն իմ առաջ։ Գիտեմ, բայց խնդրում եմ, Տեր հավատային գնդակը Յուրիկի համար էր նախատեսված։ Այդ գնդակը համ իրեն, համ ինձ էր սպանելու։ Բայց ստացվեց այնպես, որ ես միայն ինձ սպանեցի։ Ինձ պարտվեցի կրկին։ Ապա Մարդասպան հայրդ քո օգնության կարիքն ունի։ Մյուս անգամ քո մասին այդպես չխոսաս։ Ես քո համար ամեն ինչը պատրաստ եմ, ինչա պետք ասա։ Գիտեմ, որ հարազատը դու ես։ Դրա համար էլ քեզ եմ զանգել։ Առաջինը քեզ եմ զանգել, որ քեզ խոստովանեմ եղածը, որ կողքի խոսակցություններին ականջ չդնես։ Պապ, ինչ ա եղել։ Ախպերս ինչի չես կնում հանգստանաս։ Հիմա դուք պետք է մենակ քո մասին մտածես։ Քեզնից լավ ոչ մեկ հոգ չի տանի քո համար։ Այդ թվում բժիշկները։ Այլ ապրելուս իմաստը որն ով իջոք։ Հիմա ես ամենավատ բանն եմ ասում, որը որ քեզնից եմ լսել ու ընդհանրապես իմ սրտով չի։ Բալայաններից վրեժ լուծելու համար պետք է ապրես։ Հա, ճիշտ ես։ Այդ մի բանի համար կարելի է ապրել։ Իսկ հիմա ավելի լավ բան ասեմ, որը որ իմ սրտով ու իմ կարծիքով այս երկրագնդի վրա ավելի լավ բաներ կան։ Անուն որոնց կարելի է ապրել։ Մենակ այն միտքը, որ կյանքի հիասքանչ է, այդ քեզ կստիպի ապրել, ախպերես։ Իսկ վրեժը ապրելու համար շատ էժան նպատակ է։ Կարող է էժանա, բայց ապրեցնող է։ Այդ վրեժի փոխարեն նոր սեր փնտրիր։ Վիճոք սերը մեկ անգամ է գալիս։ Երկրորդ, երրորդ, չգիտեմ, չորրորդ, հինգերորդ անգամներ չի լինում, կամ սիրում ես, կամ էլ չես սիրում։ Քո դեպքում երկու անգամ է։ Սաթենը եկա, որ առաջին սիրո վերքերդ բուժի։ Սաթենը խաբկանք էր։ Պատրանք էր, սիրո պատրանք։ Դու Սաթենին չես էլ սիրել, հա։ Ու այս ամբողջ ընթացքում դու ապրել ես Գավորի աղջկանով։ Լավ էլ սպասի։ Դու ինձ ուրիշ բան ասով, ֆրիկին ուր կորցրիր։ Գնաց ֆրիկը։ Ուր գնաց տուն։ Որ տուն գնար կասեր։ Մինչև ես ուրջը կվերցնեի կգայի ինքդ ինձ շնչակտոր վազեց գնաց։ Բայց ուր։ Ասում եմ չգիտեմ։ Կարգին բան չասեց, բայց խառներ երևում։
Հաստատ բան էր եղել։ Այսինքն բաներ եղել ու դու սենց հանգիստ ես այդ ամեն ինչի մասին պատմում։ Իսկ ինչ անեի վազեի հետևից ասեի սպասի չէ որ չէ հետդ գալիս եմ։ Ասեմ տանո ջան տենց է արեցի։ Բայց ասես դու մնա։ Ու գնաց։ Լավ հասկացա, որ տենց թռելա ուրեմն կամ Ժենիի հետ է կապված այդ հարցը կամ էլ հոր։ Ֆորիկ, բալես, մենակ եմ ու առաջին անգամ վախենում եմ մենակությունից։ Վախենում եմ, որ ինձ ոչ սազական բան անեմ, վախենում եմ, որ ինձ Աստված հետո չների սրա համար, խնդրում եմ բալես, եթե կարող ես, հասի, սպասում եմ քեզ։